Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու ենք Վանո Սիրադեղյանի դստեր Արփի Սիրադեղյանի հետ, պարզելու համար, թե ի վերջո ինչպիսի հանգուցալուծում ստացավ իր եղբոր Դավիթ Սիրադեղյանի հետ կապված պատմությունը, հիշեցնեմ, նա հայտնվել էր հիվանդանոցում։ Ողջույն Անի ջան, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ օգնեցին այս ընթացքում Դավիթի առողջական վիճակը վերականգնել, որոշ չափով վերականգնել։ Ես շատ շնորհակալ եմ իմ ժողովրդից, ձեզնից նույնպես, որ դուք բարձրաձայնեցիք։ Դավիթը հիմա գտնվում է նորից այդ էտապի մեջ, բուժական, քանի որ նրա ուղեղը բավականին տուժել է, դեռ վերականգնողական աշխատանքներ պետք է տարվեն եւ դեռ 1-2 ամիս պետք է մնա վերականգնողական կենտրոնում։ Դրա համար ես ստիպված եմ կրկին դիմելու իմ ժողովրդին, չնայած գիտեմ ես թոհուբոհի մեջ հիմա շատ դժվար է, մարդիկ զբաղված են ընտրություններով եւ այլն, բայց պետք է դիմեմ հայրիկիս մի ժամանակվա ընկերներին, միգուցե հիմա էլ իրենց ընկերն են համարում, հարգելի Լևոն Տեր-Պետրոսյան, Հրանտ Բագրատյան, Բագրատ Ասատրյան, Աղվան Վարդանյան, նաև ինչու՞ չէ Խաչատուր Սուքիասյան, դուք եզակի հնարավորություն ունեք օգնելու Դավիթին վերականգնվելու համար, ինչու եմ ասում հնարավորություն ունեք, քանի որ ձեր մեծացրած տղան է նա, ժամանակին հայրս պահ էր տվել ձեզ, որովհետև չէր հասցնում իր գործերը կատարել, այսպես ասած, եւ պարոն Ծառուկյան, դուք նույնպես մեր ընտանիքին մոտ եք եղել ժամանակին, ինչու՞ չէ նաև Նիկոլ Փաշինյան, դուք ունեք այդ լայն հնարավորությունը օգնելու տղային դուրս գալու այդ վատ իրավիճակից։ Ես նորից եմ կրկնում, ստիպված եմ այս քայլին գնում, որովհետև այլ ճանապարհ չկա, այլ ճանապարհը դա մահն է ընտրել Դավիթի համար, որովհետև իր վիճակը կրիտիկական է, իր կախվածության հետ կապված, որովհետև իր կախվածությունից եթե նա սկսի օգտվել, ապա շատ վատ վերջաբան կունենա։ Ճիշտ եմ հասկանում, հանրապետական հիվանդանոցից դուրս է գրվել, տեղափոխվել է վերականգնողական կենտրոն։ Ես հիմա մանրամասն կասեմ, այն գումարը, որը հավաքել էի ես իմ ժողովրդից, օգտագործվել է հանրապետական հիվանդանոցում նրա դեղորայքի եւ ուտելիքի համար, այնուհետեւ մենք նրան տեղափոխել ենք խնամքի կենտրոն 2 շաբաթով, այնուհետեւ ինքը տեղափոխվել է նարկոդիսպանսեր, որից հետո պետք է կատարվի վերականգնողական բուժում, վերականգնողական կենտրոններ մենք չունենք Հայաստանում, բայց մի 2 ամիս է մեկը բացվել է, որը որ աշխատում են հենց ուղեղի ուղեղը վերականգնելու համար։ Ինքը հիմա այս պահին վերականգնողական կենտրոնում է եւ ես պետք է հասցնեմ 10 օրվա մեջ հավաքել 2.5 միլիոն դրամ, որպեսզի կարողանամ վճարել իր հիվանդության բուժման համար։ Կենտրոնը գտնվում է Պրոշյան գյուղում, ինձ ասել են, որ չասեմ, չբարձրաձայնեմ, քանի որ դա գաղտնի է համարվում, որովհետև այնտեղ տարբեր կախվածություն ունեցող մարդիկ գոյություն ունեն, եւ նարկոմաններ, եւ խաղամոլներ, եւ այո, դրա համար չեմ կարող բարձրաձայնել, որպեսզի իրենք խնդիր չունենան, բայց հաշվի համարում կարող եմ դնել իրենց հաշվի համարը, իրենք կամ իմ հաշվի համարին փոխանցեն, կամ իրենց հաշվի համարին։ Դավիթը ինչպես է այս իրավիճակին հասել, որովհետև տարաբնույթ խոսակցություններ նաև կան, հետո ասում են ինչու իրենք չեն աշխատում, այսպիսի վստահաբար ես տեսել եմ դուք մեկնաբանությունների տակ փորձում եք նաև դրանց արձագանքել, պատասխանել։ Տարիներ շարունակ Անի ջան, ես աշխատանք չեմ ունեցել, որովհետև պարոն Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մեզ ուղղակի աշխատանք չէին տալիս։ Մենք չունենք այդ աշխատանքը, ես մի պահ ռադիոյում աշխատել եմ, բայց ինձ չի տրվել հնարավորություն, որպեսզի ես ընդլայնեմ իմ հնարավորությունները, այն ինչի որ ես ունակ եմ, էլի, այսինքն մենք տարիներ շարունակ ճնշված վիճակում ենք եղել, իսկ Դավիթը այդ հիվանդ վիճակում ա եղել եւ մենք հնարավորություն չենք ունեցել այդ տարիներին իրեն բուժելու, բուժօգնություն ցուցաբերելու, սպասում ենք, որ մի օր հայրս կվերադառնա եւ մենք այդ հարցերը կլուծենք, այսպես ասած, դրա համար մենք այսպեսի վատ վիճակում ենք հայտնվել, իսկ Նիկոլի օրոք էլ արդեն Նիկոլ Փաշինյանի օրոք մտածում ենք, որ արդեն մերոնք են եկել, հիմա ամեն ինչ նորմալ կլինի, բայց շարունակվեց նույնը եւ ավելի վատթար, որովհետեւ ինչպես տեսակ առողջապահության նախարարը չօգնեց Դավիթին անգամ վերակենդանացման բաժանմունքում գտնվելու ժամանակ չուզեցավ օգնել իր օգնությունը ցուցաբերել, բայց Նիկոլ Փաշինյանը կարող է դա ուղղել
իր լավ վերաբերմունքով կարծում եմ իր ձեռքերը հասնում են, կարող է իր սրտի օլիգարխներից մի երկու հոգու ներկայացնել իրավիճակը եւ տղային շատ արագ այդ վիճակից հանենք, իմ խնդրանքն է դա։ Կդիմել էիք կառավարություն, եթե ես չեմ սխալվում, ձեզ պատասխանել էին, որ այդ հարցերով չեն զբաղվում։ Այո, ես դիմել եմ եւ առողջապահության նախարարը ասել էր, որ ես չեմ զբաղվելու, չեմ ուզում զբաղվել, որովհետեւ Անձամբ Փաշինյանին նամակ գրել էիք, չէ՞։ Կառավարություն, թե միայն առողջապահության նախարարություն։ անձամբ Փաշինյանին նամակ չեմ գրել, ես ուղղակի առողջապահության նախարարին էի դիմել։ Այո, հիմա անձամբ դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, քանի որ ինքն էլ ժամանակին հայկական ժամանակում հայրիկիս գրվածներից տպում էր, որպեսզի այսպես ասած թերթը ռեկլամի իրավունք ունենա, հիմա պարոն Փաշինյան դուք կարող եք այդ ռեկլամը, այսպես ասած, իմ ռեկլամը օգտագործել ձեր որպես լավ վարքագիծ։ Ես ինձ ված չեմ զգում պարոն Փաշինյանին դիմելուց, որովհետև տարիներ շարունակ մենք միասին պայքարել ենք, որ այդ ռեժիմը փոխվի, սակայն հիասթափություններ ունեցանք որոշակի, հիմա էլ ունենք այդ հիասթափությունները, բայց մարդը երբ որ կարող է օգնել մարդկանց կամ բարեգործություն անել, ինձ թվում է կարող է անել։ Բայց նաև կային խոսակցություններ, որ ժամանակին, երբ ձեր հայրը դեռ ողջ էր, դիմել են, հա, իր անունից Փաշինյանին դիմել են, որպեսզի ինքը վերադառնա, ասվել է, որ եթե վերադառնա, ապա պիտի պատիժ կրի, այսինքն սրա մասին ինչ կասեք։ Ըստ ինձ հասնող լուրերի ասել էր, որ մենք ուրախ կլինենք, որպեսզի նա վերադառնա եւ մեզ պատմի մեր 30 տարվա անկախության, չգիտեմ, տարիներից ինչ որ հատվածներ, սկզբում այդպես չէր տրամադրված, հետո չգիտեմ, երևի տրամադրությունը փոխել էր, քանի որ փոփոխական է նրա տրամադրությունը, այո, եւ նա չբերեց հայրիկից փաստորեն ինչ-ինչ պատճառներով, միգուցե ինքը ինչ որ պատճառներ գիտի, որ մենք չգիտենք, կարող է բարձրաձայնել, մենք էլ իմանանք, իհարկե իր աճյունը բերեցին, ցավոք, բայց կարող էր իր կառավարման ժամանակ Վանո Սիրադեղյանը գտնվել Հայաստանում, որովհետև հայրս ծանր հիվանդ է եղել եւ խնդրել է, որպեսզի իրեն օգնեն բերելու Հայաստան, սակայն Նիկոլ Փաշինյանի պայմանները երևի թե չի բավարարել իր մտածած, իր երազած կամ իր ապրելիք հայրենիքի հետ կապված։ Իսկ քրեական գործ հարուցվեց, որովհետև այնտեղ դուք հանգամանքներ էիք նշել կասկածելի, որ 2-3 օր փողոցում է մնացել, հիվանդանոցն է սկզբում հրաժարվել ընդունել։ Ուրեմն մեզ այդպես էլ չհաջողվեց իմանալ, թե շտապօգնությունը երբ որ կանչվել է եւ տեղափոխվել է հանրապետական հիվանդանոց, ինչու շտապօգնությունը տեղ չի հասցրել հիվանդին, որովհետեւ շտապօգնության այդ ես հարցումներից հետո իրենց հետ իրենք ասեցին, որ ճիշտ այդ ժամին եղել է մարդ տեղափոխվող, բայց որի անունը եղել է Միքայել, Դավիթ չի եղել, պարեկների նույնացումը կատարում այդ նույնացումով, նույնականացումով, այո, բազմաթիվ ահազանգերից հետո եւ ներքին գործերի նախարարին նամակ գրելուց հետո ինձ միայն պատասխանեցին, որ եկել են ձեր հիվանդը, որը ի վիճակի չէր այդ ժամանակ ուղեղը չէր աշխատում, հնարավոր չէր, որ ինքը նորմալ պատասխաներ, ասել է, որ ես ոչ մի բողոք չունեմ եւ իր հետ ոչ մի վատ բան չի կատարվել, ինքը ուղղակի ընկել է, բայց այնտեղ կասկածելի հանգամանքներ կային, որ ինքը ինչպես է անկել, միգուցե իրան հարվածել են, միգուցե այդ խմիչքի մեջ ինչ որ բան են գցել, քանի որ ինքը հանրապետական հիվանդանոցի տարածքում գտնվել է մի 2 օր եւ դրանից հետո անգամ ոստիկանները երբ որ գտել էին իրեն, ես իրենց առաջարկեցի, որպեսզի մենք գնանք հիվանդանոց, իրանք ասեցին արտաքին զննմամբ ոչինչ չկա, ես իրենց ասեցի, որ միգուցե ներքին առողջություն ունի, իրանք ասեցին ոչ, դուք տեղափոխեք իրեն տուն, ես տեղափոխեցի եւ իհարկե 2 օր հետո նորից հիվանդանոց բերեցի, պարզվեց նրա վիճակը բավականին ծանր է, ու այդ գեմատոմաները եւ այդ կոտրվածքը, այսպես ասած, այդքան էլ նման չէր ընկնելու կոտրվածքին, այդպես էլ ոչ, չքննվեց այդ գործը
գործը եւ այդպես էլ մենք չիմացանք թե ինչ է կատարվել։ Ես ինքս եմ մոտեցել այդ Նարդոս 27 հասցեն, ինքս հարցրել եմ իրոք էստեղ եղել է տղա անկած, իրոք իրեն շտապօգնություն են կանչել, իրանք պատասխանել են, որ այո, իրենք են կանչել, բոլորը ճանաչում էին, որ Դավիթն է, որ Վանո Սիրադեղյանի որդին է, իրենք ասել են, որ մենք տեղափոխում ենք հանրապետական հիվանդանոց եւ այդպես էլ չէր հասել հիվանդանոց։ Մի խոսքով դա բաց մնաց, թե ինչ է կատարվել, ինչպես ա եղել։ Ես մոռացա իմ շնորհակալությունը հայտնեմ պարոն Ջանգիրյանին մեծ հիվանդանոցում իր օգնությունը ցուցաբերելու համար։ Այդքան է։